Այսօր ազգային ժողովում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը ներկայացնելու է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդում։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրելով զեկույցը պարզեց, որ հայր և որդի Երեմյաններ ընկերության պատճառով տուգանվել է Ծովածոց ՍՊԸ ընկերությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ռուբեն Վարդազարյանի վերսկսած գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն և հարցաքննվեն ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջահանգիրյանը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 2025 թվականի հունվարի 15-ից գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը Թափուր է, գրեթե 4 ամիս է, ինչ խնդրահարույց վարչությունը չունի պետ, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում, գրում է Հրապարակ օրաթերթը։ Մարդիկ, որոնցից ոմանք մի քանի բուհ են ավարտել, երկարամյա պետծառայողներ են, պարտադրված գնում են, որ լսեն տիկնոջ ապազգային մտքերը, որ աշխատանքից չզրկվեն։ Վազգեն Սարգսյանի երկու եղբայրները Արմեն և Արամ Սարգսյանները օրաթերթի տեղեկություններով գրեթե չեն շփվում միմյանց հետ, չեն կիսում մեկ-մեկու դիրքորոշումները, եղբայրները միմյանց տեսնում են միայն ընտանեկան մեծ միջոցառումների ժամանակ, որոնք վերջին տարիներին շատ հազվադեպ են լինում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի ԱԺ պատգամավորներին իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու դիմումներ փոխանցելուց հետո ՔՊ-ում ձևացնում է, թե անհանգստանալու առիթ չունեն, սակայն կան տեղեկություններ, որ հրահանգ է իջեցվել հեգնել, ծաղրել այդ գործընթացը։ Հավելենք, որ նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ԱԺ 36 պատգամավորների ստորագրություն է պետք, մինչդեռ երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Խորհրդարանը նաև 4 անկախ պատգամավորներ ունի, որոնք որևէ խմբակցության անդամ չեն։ Իշխան Զաքարյանը պատիվ ունեմից դուրս եկած, Գեգամ Նազարյանը Հայաստան դաշնիկից և ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Օրաթերթը նաև գրում է. Երկու ամիս առաջ Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատման դիմում էր ներկայացրել։ 2 ամիս է անցել, սակայն Կիրակոսյանին փոխարինող դեռ նշանակված չէ։ Նրա պարտականությունները կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ Իրավական համակարգում տարածված լուրերի համաձայն, հենց նա է նշանակվելու միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։